Եթերում Սուրանկյունն է, որի նպատակը արդարության բացահայտումն է, որովհետև լավ է արդար գործի ծառա լինել, քան անարդարի տեր։ Ես Վայա Ղազարյանս եւ Սուրանկյան ստեղծագործական խումբը բարի ուշ երեկո ենք մաղթում ձեզ։ Վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև այդ գործով դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Ասվում է վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում։ Այլ կերպ, եթե պետական որևէ մարմին ձեզ տուգանել է եւ այն վիճարկում եք դատական կարգով, մինչև վճիռը տուգանք չեք վճարում։ Բայց արյութես, որ գործադիրը որոշել է այս դրույթը հանել, այսինքն հարկ վճարողին հերոս հռչակած իշխանությունը մտադիր է կրկին ստուգել հերոսների նյարդերը։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը բացասական գնահատականի արժանացրել իդրավտ կայքում տեղադրված այս նախաձեռնությունը, սակայն հուսալ, թե դա կառավարությանը կմտափոխի նախագիծը ազգային ժողով ուղարկելուց միամտություն կլինի։ Դեռ փորձն է ուշում։ Շաբաթվա սկզբին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, ըստ որի քաղաքացին նախ պետք է վճարի տուգանքը, ապա դատական կարգով վիճարկի այն։ Վստահեցնում են, թե 83-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելու զատ սահմանելու է, որ դատարան դիմելով տուգանվողը մինչև դատական վերջնական ակտը կարող է տուգանքը չվճարելու միջնորդություն ներկայացնել։ Համաձայն եք, որ սրանք տարբեր բաներ են։ Եթե ներկայում դատարան դիմելով վարչական ակտը ավտոմատ է կասեցվում, ապա օրինագծի ընդունման դեպքում կասեցման-չկասեցման հարցը որոշելու է դատավորը։ Հիմա պատկերացնենք, թե ինչ տեղի կունենա, եթե դատարանը որոշի մինչև դատական վերջնական ակտի կայացումը տուգանքը քանձել։ Թերևս տեղյակ եք, որ վարչական դատարանում գործերի քննությունը կարող է ձգվել 2-3 տարի։ Դիցուք դատարանը որոշեց, որ նշանակված տուգանքը անհիմն է եւ վճարվածը պետք է վերադարձվի։ Կստացվի, որ քաղաքացին կամ բիզնեսը տևական ժամանակ զրկված են լինելու սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։ Չգիտեմ, մտածել են արդյոք օրինագծի հեղինակները այս մասին, բայց եթե տասնյակ հարյուրավոր միլիոնների հասնող տուգանքները դատական կարգով չեղարկվեն ու տնտեսվարողը պետությունից պահանջի վճարել նաև կորցրած եկամուտը, այն կարգին մեր հարկերից գոյացած պետական բյուջեն է վճարելու։ Թեև գործը կարող է դրան չհասնել, որովհետև մինչև դատական վերջնական վճիռը տուգանքի ենթարկված բիզնեսը հնարավոր է փակվի։ Օրենքի փոփոխությամբ պետք է մտահոգվեն նաև վարորդները։ Չէ՞ որ եթե ասենք պարեկները տուգան են վարորդին, բալեր հանեն ու դրանք սպառվելու պարագայում նրանց զրկեն մեքենա վարելու իրավունքից, 1-2 տարի անց պարեկի որոշումը դատարանի կողմից չեղարկվելու դեպքում վարելու իրավունքից ապօրինի զրկման հետևանքները վերացնելը անհնար կլինի։ Խնդրահարույց օրինագծի մասին զրուցել ենք աուդիտորների պալատի նախագահ Նայիրի Սարգսյանի հետ։ Երբ որ այս քաղաքական ուժը գալիս էր իշխանության, երկրորդ մոտեցման կողմնակիցներ առնվազն ասում էին, որ քաղաքացին լայն իմաստով տուգանքի մատերիալ չի։ Բոլորը պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բույնի։ Մենք ենք առանց դե նստենք, որոշենք, որ դուք սաղը ստախոսներ եք, բայց պետք է դրա համար պատասխան տանք, չէ՞։ Ցանկացած տեսուչ, ցանկացած պատճառով մանիպուլացնելով անընդհատ ունենալու է առիթ անընդհատ տուգանելով։ Ուրեմն դուք դատապարտված եք կործանման։ Ինչին ձեռ են տալի փչացնում են։ Ներկայում վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև գործնստեյության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդարադատության նախարարության հավաստիացմամբ առաջարկվող փոփոխություններով դատարան դիմելով հնարավոր է լինելու տուգանքը մինչև վերջնական դատական ակտի կայացումը չվճարելու միջնորդություն ներկայացնել։ Այստեղ խնդիր կա։ Վարչական ակտի կատարումը կասեցնել նշանակում է իրավական երաշխիք տալ ներդրողին, գործարարին, որպեսզի ինքը իմանա իր վերջնական, այսպես ասած, իրավունքները վերականգնելու հանգրվանը իրավունքի ուժով գործում է անշեղ եւ կա երաշխիք, որ իր շահերը կարող են պաշտպանվել։ Փոփոխությունով ինչ է առաջարկվում։ Փոփոխությունով առաջարկվում է, որ գիտեք, իրավական ակտով երաշխիքը եկեք վերացնենք եւ լիազորությունը վերապահենք դատավորին, դատավորը կորոշի դուք վճարեք թե չվճարեք։ Հիմա գալիս ենք հաջորդ խնդրին։ Նույն վարչական դատավարության օրենսգրքի 83 հոդվածի երկրորդ կետում կարգավորված է խնդիրը։ Եվ երկրորդ կետով հետևյալն է շեշտվում։ Եթե վարչական մարմինը պատկերացնում է կամ գրավոր կարողանում է հիմնավորել, որ վարչական ակտի անհապաղ կատարում բխում է հանրության շահերից, ապա կարող է գրավոր հիմնավորել դա եւ դատարանը բավարարի ու վարչական ակտի կատարման ընթացքը չկասեցվի ու դառնալ միջապես վճարման ենթակա։ Այսքան տարիների ընթացքում վստահեցնում եմ ձեզ,
կամ դեպքեր չեն եղել, կամ դրանք 1 կամ 2 հատ են եղել։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հնարավոր չի եղել բավարար չափով այդ հիմնավորումները ներկայացնել, որտեղ դատարանն էլ վճիռը կայացնելուց որոշումը կայացնելու ժամանակ նաև շատ հաճախ օգտվում է դատահաշվապահական փորձաքննության եզրակացություններից, երկու կողմերի լսելուց եւ այսպես շարունակ։ Հիմա այդ բեռը արդեն վերապահում են տնտեսվարողին։ Այսինքն, եթե մի գործողություն, մի ոլորտ հնարավոր չի եղել կարգավորել պետական, վարչական մարմնի կողմից հիմնավորումների պարագայում, այդ ինչպես է ստացվելու, որ հնարավոր կլինի կարգավորել արդեն տնտեսվարողների կողմից հիմնավորման պարագայում։ Ինչ հետևանքներ կարող են ունենալ վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները բիզնեսի վրա։ Բիզնեսի վրա շատ էական ազդեցություն է թողնելու, առաջին հերթին հանգեցնելու է կապիտալի փախուստի Հայաստանի Հանրապետությունից, զուգահեռ խոչընդոտելու է ներդրումների ներգրավմանը։ Սովորաբար կապիտալը սիրում է ավելի կայուն միջավայրեր եւ կապիտալը հոսում է կայուն եւ կանխատեսելի միջավայրեր։ Այսինքն մինչեւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը մարդը գիտի, որ ինքը որևէ կերպ այդ պայմանական պարտավորության վնասակար հետևանքները չի կրում, որովհետեւ եթե կա վիճաբանող կողմ, տնտեսվարող սուբյեկտ եւ վարչական մարմին, օրինակ տվյալ դեպքում հարկային մարմին, դատարան այն վերջին արդարադատություն իրականացնող ինստիտուտն է, որը որոշում է կայացնում, որ մի կողմն է ճիշտ, մինչև դա սահմանվում է պայմանական պարտավորություն։ Վերջին տարիներին, եթե մենք վիճակագրությունն ուսումնասիրում ենք, անընդհատ ներդրումները բացասական են, անընդհատ, եւ Հայաստանի Հանրապետության նույնիսկ ներքին կապիտալը անդադ արտահոսում է Հայաստանի Հանրապետությունից։ Այսինքն դժվար չի վերլուծել անբարենպաստ ներդրում այն միջավայրը Հայաստանի Հանրապետությունում եւ դժվար չի մի քանի որոշակի բարենպաստ կետերն էլ հաշվի առնել, որ դեռևս այդ պատճառաբանությամբ Հայաստանում շարունակում է բիզնես մնալ, աշխատել, աշխատատեղեր ստեղծել։ Եվ վերադառնալով այս ամենին, կապիտալը արտահոսելու է, ներդրումները բացակայելու են, իսկ ինչը շղթայական ռեակցիայով հանգեցնելու է արդյունաբերության իսպառ վերացման, բնականաբար սա իր հետ բերում է աշխատատեղերի կրճատում, գործազրկության աճ, սա իր հետ բերում է արդեն համատարած աղքատություն։ Ըստ արդարադատության նախարարության առաջարկվող փոփոխություններով պատասխանատվության ենթարկված եւ տուգանքը վճարածը դատական ակտը հօգուտ իրեն կայացվելու դեպքում պետք է դիմում ներկայացնի վճարած տուգանքի գումարը իհետ ստանալու համար։ Այսինքն, եթե քաղաքացին դիմում չներկայացնի, պետական մարմինները դատարանի վճիռը չեն կատարելու։ Ըստ էության ոչ, որովհետև այստեղ էլ նորից դրել են ավելորդ քաշքշուկներ եւ ավելորդ վարչարություն, որովհետև ակնհայտ է, եթե տվյալ դեպքում վարչական մարմինը պարտվող կողմն է եւ գանձումը կատարել է, ինքը անհապաղ պետք է հետ վերադարձի գումարները։ Բայց մի հատ էլ ավելորդ վարչարություն են ավելացնում, դիմում գրել, դիմումը կարող է սխալ լինել, կասեցնել մաքսիմալ ժամանակ են փորձում շահեն, որպեսզի կարողանան քաղաքացիների ֆինանսական միջոցները օգտագործեն իօգուտ իրենց։ Պետական տուրք պետք է վճարի, փաստաբանական ծառայության համար վճարում պետք է կատարի, 5000 դրամը պետք է վճարի, սա ամեն այդպես մինիմալ տուգանքի մասին ենք խոսում 5000-ը։ 5000-ը պետք է վճարի 3-ից 4 տարի կռվի դատարաններում, առաջինից մինչև վճռաբեկ դատարան, այնուհետև դիմում ներկայացնի պետության ըստ դիմ 5000 դրամը, փաստաբանի վարձատրությունը, պետական տուրքի եւ այլն փոխհատուցեք։ Տուգանքը վճարած ընկերությունը կամ քաղաքացին վարչական ակտը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու պարագայում կարող են պահանջել կորցրած եկամուտը։ Գործնականում դա հիմնավորելու խնդիր կա։ Հնարավոր է փաստողնված օգուտի փոխհատուցման պահանջի ներկայացումը, բայց դա աշխատատար ու բավականին բարդ գործընթաց է, որովհետև այլ հարց է, երբ որ տուգանքի ենթարկվողը ունի համապատասխան իրավական գիտելիքներ եւ իր ցանկացած ծախսերի համար փաստաթղթերի հավաքագրում է իրականացնում, այլ հարց է, երբ որ տուգանվողը հեռու է իրավական գիտելիքներից, օրինակ վարորդ է եւ չի կարողացել տարվա ընթացքում իր տաքսի մեքենայից կամ ինչ-որ մեկից տրանսպորտային միջոց վարձակալության համար փաստաթղթավորումը ապահովի, նման պարագայում 3 տարի հետո իրավունքների վերականգնելուց հետո հնարավոր է դիմի փաստաբանին, որպեսզի կորցրած օգուտի փոխհատուցման հայցով ներկայացնի նորից հայցադիմում դատարան, բայց փաստորեն փաստաթղթերի բացակայության պատճառով մարդու իրավունքները հնարավոր չլինի վերականգնել։ Ինչ խնդիրներ կարող են ունենալ տուգանված քաղաքացիները, մասնավորապես վարորդները բարեկային ծառայության կողմից վարչական տույժ նշանակելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու ընթացքում։ Դիտարկենք դեպք, երբ որ բարեկային ծառայողը տուգանքի է ենթարկել վարորդին, որը իր հետ ենթադրում է ոչ միայն տուգանքի վճարում, ֆինանսական պատասխանատվություն, այլ բալային համակարգից որոշակի նվազեցում։ Պատկերացրեք, վերջին բալերն են մնացել եւ բարեկը սխալ կամ ապօրինի տուգանել է վարորդին,
վարորդը բողոքարկելով եւ իրավունքների պաշտպանության համար դատական եղանակով հնարավորություն ունի վերականգնելու իր խախտված իրավունքը եւ բացասական պատասխանատվության չի ենթարկում, այսինքն իր ենթադրյալ արարքի զանցանքի բացասական ռիսկերը չի կրում դեռևս։ Հիմա պատկերացնենք, եթե փոփոխություն տեղի ունենա, մարդու բալերը զրոյացվում են, զրկում է մեքենա վարելու իրավունքից 1 տարով, որից հետո իրավունք է ստանում քննություն տալու միջոցով վերականգնելու իր վարորդական վկայականը եւ 3 տարի հետո դատական ակտը լուծվում է ի օգուտ վարորդի։ Ինչ անում վարորդը։ Ակնթեմ հայցով դիմում է դատարանին, ասում է՝ «Բարեկը սխալ է արել, որ ինձ տուգանել է, նախ վերականգնեք իմ այդ վճարած տուգանքը, երկրորդ 1 տարի տրանսպորտային միջոցից զրկված դնելով ես երթևեկել եմ տաքսի տրանսպորտային միջոցով, պետական բյուջեից փոխհատուցում տրամադրեք եւ պատկերացրեք, ինչ որ մի բարեկի, ինչ որ մի սխալ որոշման հետևանքով պետական բյուջեն շարունակում է կրել վնասներ, մարդիկ փաստացի զրկվում են աշխատանքից, որովհետեւ շատերի համար այդ մի մեքենա վարելու վարորդական իրավունքը հացի վաստակելու աղբյուրն է հանդիսանում։ Սա ամենա այդպես թեթև միջավայրը։ Երկրորդ, ուրեմն, այդպես սեգմենտը ֆիզիկական անձանց, որ գալիս են, շատ ավելի բարձր տուգանքներ են։ Դրանք կարող են լինել մաքսային մարմինների կողմից, առողջապահական տեսչական մարմնի կողմից, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, կարող են լինել դրանք 5 միլիոն, 10, 15 եւ 20 միլիոն դրամներ։ Այսինքն չվճարելու պարագայում ֆիզիկական անձինք ստիպված են լինում այդպես ամբողջ ունեցվածքի վրա կալանք է դնում դատարանը, հարկադիր մարմինը եւ նույնիսկ կարող է հասցնել ընդհուպ մինչև բնակարանից զրկման։ Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների պարագայում մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը քաղաքացին կամ ընկերությունը, օրինակ ՊԵԿ տեսուչի կամ պարեկի որոշմամբ օրինախախտ են ճանաչվում։ Հաստատի այո, եւ դուրս է գալիս, որ այս փոփոխությունով ձեռնոց են նետում իրավագիտությանը, իրավական ակտերին ընդհանրապես, որովհետև պետք է ելնել անմեղության կանխավարկածով։ Այնիշ փոփոխությունը տանում է, այսպես կան փոփոխությունը բնութագրվում է մեղավորության կանխավարկածով իրականացող փոփոխություն, որը անթույլատրելի է, հակասահմանադրական է, անիրագործելի է եւ ուղղված է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետության ընդհանրապես։ Պետք է հենց այսօր, հենց վաղ ամեն ինչ անենք, որ հանկարծ այսպես իրավական ակտ չընդունվի։ Վստահեցնում եմ, ընդունման պարագայում վերջնականապես տապանակար են քաշում Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի վրա։ Բախվել են բեռնատար գնացքն ու ավտոմեքենան։ Այսպիսի վերտարությամբ պատահարների մասին սկսել ենք հաճախ լսել։ Սկզբում զարմանում էինք, թե հերիք չէ գնացքի աշխատում նաև վթարվում է։ Հետո, երբ անտելացանք գնացքի գոյությանը, սկսեցինք զայրանալ։ Համբերության բաժակը լցվեց մարտի 5-ին, երբ Արարատի մարզի Բուրաստան գյուղում բախվեցին մարտատար գնացքն ու ՎԱԶ-21-099 մագնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով մեքենայում գտնված ամուսինները մահացան, նրանց անչափահաս 2 երեխաներն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Վիճակագրությունը փաստում է, որ երկաթուղային գծանցումներում վթարների մեծ մասը տեղի է ունեցել վարորդների թույլտված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Ընդ որում, վերջին մի քանի տարում պատահարների աճ է նկատվում ոչ միայն չարտոնված, այլև օրինական անցումներում։ Ավելին, աճում է ցերեկը տեղի ունեցող վթարների թիվը։ Որքան էլ Հարավկովկասյան երկաթուղային երթևեկության անվտանգության կանխարգելման հարցում համագործակցի ոստիկանության հետ, միևնույն է, վթարների վիճակագրությունը փաստում է, որ իրավիճակը չի բարելավում։ Ինչու՞։ Կարծիքներ կան, որ շանվտանգության մասով իրազեկման քաղաքականությունը պատշաճ չի իրականացվում։ Թերևս նույն վարորդներին պետք է բացատրել, որ անցած 15 տարիներին զգալիորեն աճել է գնացքների երթևեկության ինտենսիվությունը, արագությունն ու քաշը։ Օրինակ, ուղևորատար գնացքների արագությունը մերձ քաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ/ժ, իսկ բեռնատար գնացքների քաշը կարող է գերազանցել 4500 տոննան։ Սա ասում եմ, որովհետև նման պարամետրերով գնացքների արգելակման հեռավորությունը գերազանցում է, ուշադրություն, 500 մետրը։ Հասկացաք չէ, հարգելի վարորդներ, գնացքավարը ձեզ պետք է նկատի կես կիլոմետրից, որպեսզի կարողանա ժամանակին արգելակել։ Սա նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածք ատելիս երթևեկության կանոնների խախտումները պարունակում են լրջագույն սպառնալիքներ, որոնք, ինչպես տեսնում ենք, հանգեցնում են ամենածանր հետևանքների։ Ներկայացնում եմ Նաիրի Մուրադյանի երկաթուղային գլուխկոտրուկ տեսանյութը։
53 տարեկան Վաչագան Մելքոնյանը չէր էլ պատկերացնի, որ իր համար սովորական դարձած գրեթե ամեն օրվա անցնող ճանապարհը կարող է ճակատագրական լինել։ Ես ուշագնաց եմ եղել։ Քաղցի գյուղի առաջին թաղամասում երկաթուղային գծանցումի մոտ Վաչագանը դեռ չէր հասցրել անցնել երկաթգիծը, բեռնատար գնացքը հարվածում է նրա վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային։ Մեքենան մի քանի մետր շպրտվում է, վարորդը կորցնում է գիտակցությունը։ Սալ ջարդ միայն գլխի հատվածում չէ, ճակատային հատվածն է, ոնց որ այս մասով է, էլի։ Սենց եւ այս կողքերով։ Քաղցի այս հատվածում գնացքների հետ բախումներ էլի են եղել։ Չկա տեսանելիություն, չկա ուղեփակոց եւ շատ հաճախ վարորդները չեն էլ լսում մոտեցող գնացքների ազդանշանները։ Երկու տեղն էլ կա անտեսանելի հատված, պետք է տվյալ հատվածը, հենց որտեղ ես եմ վթարվել, պետք է համարյա մեքենայի առաջամասը պետք է համարյա հասնի գծին, որ տեսանելի լինի։ Մեր տարածքով իր երկաթգծի մեծերն են ասում, մի 16 դեպք է եղել այդ տարածքով։ Մարտի 5-ի ողբերգական պատահարը ցնցել էր շատերին։ Արարատի մարզում Բուրաստան գյուղի վարչական տարածքում երեկոյան ժամը 19:40-ի սահմաններում բախվել են Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մարդատար գնացքն ու ՎԱԶ-21099 մատնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։ Դեպքը եղել է ոչ կարգավորվող գծանցում եւ բախվել են ավտոմեքենան ու հորատար գնացքի հետ, ավելի ճիշտ էլեկտրիչկայի հետ են։ Պետք է նշել, որ այդ մեքենան, որը հայտնվել է, վթարվել է, իրենց առաջ մի հատ էլ մեքենա կար, դա անցել է, եւ երկրորդ մեքենան, որի մեջ եղել է ընտանիք է եղել, ամուսիններ եւ երկու անչափ հաս երեխաներ, նրանք էլ են երևի փորձել է վարորդը անցնի։ Գնացքը խփել է 60 մետր տարել է ռելսերով են կողմ, հա, դեպի առաջ էսել դիակտեն են, հեսա փակած։ Գրելով տարել է, ասել։ Երիտասարդ ընտանիքի անդամներից հայրն ու մայրը տեղում մահանում են։ Անչափահաս երեխաներին անգիտակից վիճակում տեղափոխում են հիվանդանոց, մինչև օրս փոքրիկները վերակենդանացման բաժանմունքում են։ Երկու երեխա է թողել որբ, նել հարցը այդ երեխաների հաշմանդամ կմնան, ասված ով է խնամելու այդ երեխաներին։ Հանրապետությունում գնացքների հետ բախման ամենաշատ դեպքերը Արարատի մարզում են, հետո նոր Գեղարքունիքում, որոնք են Հարավկովկասյան երկաթուղու գնացքների եւ տարբեր տեսակի փոխադրամիջոցների հետ հաճախակի բախումների եւ ողբերգական մահվան ելքով պատահարների պատճառները, հատկապես երեկոյան կամ ուշ ժամերին տեսանելիությունը երկաթգծերի հատվածներում ցածր է։ Այն հատող մեքենաների վարորդներն էլ չեն նկատում իրենց մոտեցող գնացքներին ու երբեմն էլ չեն լսում ազդանշանները։ Արարատի մարզը եւ մեկ մարզ էլ կա Գեղարքունիքի մարզը, մեր մոտ համարվում են, դասում են ամենավտանգավոր մարզերից մեկը։ Այդ հարցով ուրեմն յուրաքանչյուր երրորդ միջադեպ ԴՏՊ լինում է այդ երկու մարզերից մեկում։ Այդ մարզերում ամենաշատ մահացու դեպքեր են լինում։ Եվ ամենակարևոր խնդիրը ճանապարհների հետ հատվող ոչ բոլոր հատվածներում է, որ ուղեփակոցներ են տեղադրված։ Հարավկովկասյան երկաթուղու երկաթգծերի ճանապարհների հետ հատվող 133 հատվածներից մոտ 33-ում է, որ ուղեփակոցներ է տեղադրված։ Դրանց մի մասն աշխատում է մարդու միջամտությամբ, նաև ավտոմատ, ազդանշանային եղանակով, սենսորային համակարգով։ Վերջինն իդեպ ամենաթանկն է, մինչև 25 միլիոն դրամ արժե։ Ամեն տեղ, ամեն գծանցում տեղադրել այդպես 25 միլիոն, 30 միլիոն, 15 միլիոն դա թանկ բան է։ Հարավկովկասյան երկաթուղու տնօրենի տեղակալի ձևակերպմամբ կան հատվածներ, որտեղ նախազգուշացնող նշաններ չկան։ Համայնքի բնակիչները պոկում տանում են մետաղյանշանները։ Բնակիչներ էլ կան, որ ինքնագլուխ իրենք են գծանշումներ անում երկաթգծին մոտեցող հատվածներում, ինչը եւս ողբերգական վթարների պատճառ կարող է դառնալ։ Մարզերում ամենաշատն է մեծ քանակության ապօրին գծանցներին։ Բնակիչները իրենք են որոշում որտեղ գծանց սարքեն եւ այդտեղ ուղղացնում են։ Նշաններ են գողանում, անհասկանալի ինչ են անելու այդ նշանները։ Ընդհանրապես, ըստ Հարավկովկասյան երկաթուղու տնօրենի տեղակալի, հանրապետությունում գնացքների հետ բախման արտակարգ պատահարների մեղավորները միշտ մեքենաներով երկաթգիծը հատողներն են լինում, ովքեր չեն պահպանում անվտանգության կանոնները։ 130 դեպք ա եղել մեր մոտ 10 տարվա ընթացքում գծանցերում, բոլոր 130 դեպքերը քնվել են քննչական մարմիններից, բոլոր 130 ԴՏՊ-ների, հա, միջադեպների պատճառը եղել են վարորդների հաղթումը, որը թույլ են տվել գծանցերը անցնել։ Օրենքները այնպիսին են, միշտ իրանք մեղավոր չեն լինում։
Հարավկովկասյան երկաթուղին առաջարկում է տեսախցիկներ տեղադրել միջհամայնքային հանրապետական ճանապարհների հատվածներում։ Սարքեր կա, որ կամ դա դաչկով է փակվում, կամ ձեռքով, կամ աշխատողն է իջնում փակում հերթապան, գծանցի հերթապան, կամ ինքն է իջնում փակում, բայց մնացածը ունենք 4 գծանց, որտեղ հերթապա չկա, բայց ունենք ազդանշան եւ լուսային եւ ձայնային։ Դա էլ հերվիցերում է լուսավարում, գնացքը որ մոտենում է գծանցին, ավտոմատիկան աշխատացնում է ձայնային ազդանշան եւ լուսային ազդանշան։ Երբ որ գնացքացնում է, անջատվում է ավտոմատիկան։ Հարավկովկասյան երկաթուղին հորդորում է նաև քաղաքային գյուղական համայնքների ղեկավարներին թույլ չտալ, որ երկաթգծի հարակից տարածքներում շինություններ կառուցվեն։ Երկաթգծի հարակից տարածքում շենք-շինությունները թեև կառուցված են սահմանված հեռավորության վրա, սակայն դրանք խոչընդոտում են փոխադրամիջոցների երկաթգիծը հատելու process-ը, նաև փակելով տրանսպորտային փոխադրամիջոցների տեսադաշտը։ Առատ քաղաքի գծանցը, կառավարող գծանցը, գծանցի 4 կողմերը, երկու կողմերը վերջի 15 տարվա ընթացքում երևի թույլտվություն են տվել 3 տեղ շինություն են սարքել, այսինքն փակել են տեսանելիությունը։ Չէ, եթե ասենք բնակիչ է ուշադիր արին, եթե անծանոթ այսինքն գալիս են բնական անուշադիր են։ Բազմաթիվ են դեպքերը, երբ որ տեսանելիությունը օրինակ փակում են այգիները, որոնք էլի գծանցի երկաթուղու կողքն են սարքած։ Այդ մասնավոր տարածքը մենք չենք կարող մտնել այդ տարածք, ծառերը էտել, տեսանելիությունը ապահովել, զաբորներ իջացնել, պարիսպներ իջացնել եւ այլն։ Հարավկովկասյան երկաթուղու մեծ թվով առաջարկներն ու առաջացած խնդիրների լուծման տարբերակները ոչ միշտ են, որ ի կատար են ածվում։ 24 թվականի ակտով արձանագրվել է 168 անհամապատասխանություններ գծանցներում, որից երկաթուղու պատասխանության 35-ն էին։ Օրինակ, երկաթուղու պատասխանության սահմանները դա այդ սպիտակ տեսած կլինեք ստոլբիկներ կան եւ ճանապարհային նաստիլ, այսինքն պերիեզդի վիճակը, լուսավորությունը պերիեզների, դա հիմնականը։ Այդ դրանք մենք 21 հատը շտկել ենք, մնացել է, 6 հատ մնացել է, իսկ համայնքների պատասխանության 133 հատ ընդամենը 4 հատ է վերացել։ Ճանապարհային դեպարտամենտին ուղղված մեր գրավոր նամակներին այսպես պատասխանեցին. միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների երկաթգծի ճանապարհների հետ հատվող հատվածները հիմնականում կահավորված են համապատասխան նշաններով։ Կահավորման աշխատանքները կրում են շարունակական բնույթ, գործում է միջգերատեսչական հանձնաժողով եւ յուրաքանչյուր տարի ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բոլոր երկաթուղիներում ենթակառուցվածքների գծային, կապի եւ ազդանշանային, էլեկտրամատակարարման ծառայությունների ղեկավարությունը տարածքային կառավարման տեղական մարմինների, ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինների եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ միասին անցկացնում է գծանցների հանձնաժողովային ուսումնասիրություն եւ կազմում համապատասխան աշխատանքների միջոցառումների պլան։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը նշում է նաև, որ Հարավկովկասյան երկաթուղու ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին ուղղված բոլոր նամակներին տրվել են պատշաճ պատասխաններ, օրենքով սահմանված կարգով եւ ճանապարհային դեպարտամենտի լիազորությունների շրջանակում։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանգյուն։ Ասում են, Սև շրջանին հաջորդում է Սպիտակը, սակայն փառաքարում ապրող Կարինեի համար Սև շրջանը ոչ մի կերպ չի ավարտվում։ Կինը պարզապես քարշ է տալիս գոյությունը, ամեն վայրկյանը նրա համար պայքար է։ Եղբոր ընտանիքի ու ծնողների հետ բնակվող 34-ամյա Կարինեն անչափահաս 4 երեխա ունի, որոնցից կրտսերը տառապում է ԴՑՊ-ով։ Երեխայի ամենժամյա հատուկ խնամքը աշխատելու հնարավորություն չի տալիս, ստացածը 50,000 դրամ նպաստն է։ Նախկինում Կարինեի հայրն է աշխատել եւ օգնել, բայց այժմ առողջական խնդիրներ ունի։ Ընտանիքի միակ աշխատողը եղբայրն է, որի ստացած գումարով հնարավոր չէ 10 հոգու կերակրել։ Համոզված եմ, որ երբ գալիս է խեղված ճակատագրեր էջի հատվածը, շատերի մոտ հարց է առաջանում։ Եթե ամեն քայլափոխի կարիքավոր ընտանիքներ են, ինչպես եք պատրաստվում բոլորին օգնել։ Հարցը իհարկե ռետորական է, այդուհանդերձ կպատասխանեմ, ու կպատասխանեմ հայտնի առակով։ Փոթորկից հետո ափը ծածկվել էր ծովաստղերով, որոնք ալիքները ցամաք էին նետել։ Մի երիտասարդ վազում էր ափով, հավաքում ծովաստղերը ու նետում ծովը։ Մոտենում է մի անծանոթ ու ասում. «Զուր ես փորձում, դու չես կարող բոլորին փրկել, ոչինչ չես փոխի»։ Տղան վերցնում է եւս մեկ ծովաստղ, նետում ջուրը եւ ժպտալով պատասխանում.
գոնե այս մեկի համար ամեն ինչ կփոխվի։ Ներկայացնում եմ Սվետլանա Ավդիշյանի, նրանց փոփում է հույսը տեսանյութը։ Առաջին հայացքից հնգամյա Ալեքսը մարզվում է, մինչդեռ իրականում հերթական վերականգնողական պրոցեդուրան է անցնում, ու այսպես ամեն օր նորածնի պես քայլքն է ուղում։ Մանկական ուղեղային կաթվածի հետևանքով փոքրիկ տղան դժվարանում է խոսել, քայլել, ու եթե անգամ քայլում է, ապա միայն ոտնաթաթերի վրա։ 2.5 նոր իմացել ենք, չէր քայլում, ասում էին կքայլի, բայց որ թաթերի վրա քայլեց, արդեն 3-րդ մանկականում հենց գլոխը նկարեցինք, պարզ դարձավ, որ ունի DCP։ Հիմնական օրթեզներով կարողանում է գոնե մի թեթև, բայց բռնած ձեռքս էլի, չի կարում քայլի նորմալ։ Դուրս հանում եմ, քայլում բերում եմ, բայց մտավորնա հետ շաշված ոտքերը։ Ինչ վերականգնողական պրոցեդուրաներ եք տանում։ Լոգոպեդ, մանկավար, մեկ է ֆիզիոթերապիա կամ էրգոթերապիա։ Սրանք են այն անհրաժեշտ բուժման կուրսերը, որոնց գումարը դժբախտաբար Կարինեն չունի։ Պատմում է, թե իր համար որպես ծնող որքան բարդ ու հուսահատեցնող է որդուն տեսնել այդ վիճակում։ Ասում է, ամենացավալին երեխային անօգնական ու ընկճված տեսնելն է, ու մեկ էլ իր անզորությունը, այն էլ այն դեպքում, երբ կաշվից դուրս գալով փորձում է հոգալ ընտանիքի կարիքներն ու երեխայի բուժման ծախսերը։ Ամեն ամիս, եթե ես 3 պարապմունք տանեմ, 120,000-ից սկսվում է։ Մի պարապմունքը գալիս է 40,000 դրամ։ Մի հատիկ ընդամենը, եթե 3-ն էլ տանեմ, մոտավոր 120,000։ Կարինեն վերջերս է ամուսնալուծվել ու հիմա 4 երեխաների խնամքն ամբողջությամբ իր ուսերին է։ Հիմնական աշխատանք չունի, ձեռքն ընկած ամեն բան անում է, որ երեխաները չզգան հոր բացակայությունը։ Օգնող չունեք։ Ոչ մեկ չի օգնում։ Իսկ պապան։ Պապան չկա։ Վաղուց է գնացել։ 7 տարի։ Տան մաքրում եմ անում, եթե եղանակները բացվում է, դաշտի աշխատանք, չենք նստում էլի տունը, չեմ կարող նստեմ տունը ես։ Հիմնական հիմա չեմ կարողանում աշխատեմ։ Չի կարողանում, որովհետև հիվանդ ծնողներին էլ է Կարինեն խնամում։ Ամուսնալուծությունից հետո է տեղափոխվել հայրական տուն, որտեղ էլ ապրում ու կենցաղային հոգսերն է կիսում եղբոր ընտանիքի ու ծնողների հետ։ Իդեպ ծնողները չեն աշխատում, թոշակառու էլ չեն, տան անդամներից միայն եղբայրն է աշխատում, ու այսպես 10 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքը մեկ հարկի տակ է ապրում ու մի կերպ պահում գոյությունը։ Դե մամաս մի քիչ լավ չի զգում, շաքարային դիաբետ ունի, մոտավոր մի 30 հելնում է, որը չափից շատ է էլի իր համար, մի անգամ ինսուլտ տարածա։ Այս տանը մի փոքրիկ սենյակ էլ հատկացրել են Կարինեի ընտանիքին, 4 հոգով մեկ մահճակալի ու բազմոցի վրա են քնում։ Մաման տունը չի լում, տատի մյուս քրոջս են տանում, ես իրանց պարկում եմ, իրանք ցնցելում են, ես իրանց տիրություն եմ անում։ Պայմաններն անմխիթար են, կրծողներն ամբողջ գիշեր հանգիստ չեն տալիս։ Մայրը ստիպված է լինում աչք չփակել, որ երեխաներին հանկարծ չվնասեն։ Մաման գիշեր չի քնում, որտեղ ստու կուրա փախնում, բայց մաման այս կատու եք բերելու, այդ կատու ոգի բրդի տանի։ Ասել այս։ Իսկ շատ կան մկներ։ Չէ, մի երկու հատ։ Դա հիմնականում գիշերները չքնելու պատճառն էլ նաև լինում է այն, որ առնետներ կան տունը, երեխաներին չվնասելու համար։ Գարիկն ու Միլենան պարզապես պաշտում են իրենց փոքրիկ եղբորը։ Նրանցից յուրաքանչյուրն իր երազանքներն ու նպատակները կապում է հենց Ալեքսի հետ։ Օրինակ Միլենան որոշել է բժշկուհի դառնալ, որ բուժի աշխարհի բոլոր հիվանդ բալիկներին։ Ինչ ես ուզում, որ իր համար անեն, ոնց օգնեն իրեն։ Ուզում որ ինքը լավն է, մեր կարա խոսա, թաթերի վրա չքալի, դորբար կալի։ Որ մեծանամ շատ գումար եմ աշխատելու, որ աղբորս հանեմ երկրից դուրս, որ բուժվի։ Խնդրանքով եմ դիմել զուտ երեխայիս համար, որ ինքը այս մի քանի ամիսը գոնե ստաբիլ իր այդ բուժումները, վերականգնողականները ստանա, դպրոց գնա։ Ինձ ուրիշ հավատացեք ոչ մի բան պետք չի, ես էլի կաշխատեմ իմ բալիկներին կապահով։ Ալեքսի առողջական վիճակը կարևոր է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Նրանք միասնաբար են փորձում օգնել փոքրիկին։ Ես այս վիդեոը չգուզեմ, ես ուզում եմ իմ աղբերը առողջ լինի։ Դե ամենաշատը ես հեռախոսա պետք, որ զանգենք մամային, մաման էլ մեր զանգի, որ դասից իմանա տուն ենք գալիս։ Ինքը չի իմանում, որ ինքը տենց լումա այդ վերականգնողականները չի իմանում տուն են գալի, թե չէ։ Դա համար շատ եմ եղում։
Կարինեն ու նրա ընտանիքը հուսով են, որ մի օր էլ Ալեքսը կկարողանա խոսել, քայլել ու ժպտալ, այնպես ինչպես ցանկացած երեխա, առանց ցավի ու դժվարությունների։ Իմ երեխան գոնե մի փոքր կարողանա ինքը իրան տիրապետի, հասկանա իր հանուչեն, դաժե տուալետը չի հասկացնում։ Փորձել եմ, բայց որ հիմնական բժիշկը բացատրեց, եթե մտավորը հետ է, կախված է դրա հետ։ Դա համար չեմ կարողանում ոչ մի ձև իրան սովորացնեմ։ Եվ չնայած գիտակցում է, որ երկար ու դժվարին ճանապարհ է իրեն սպասվում, բայց չի ընկճվում ու շարունակում է պայքարել։ Այսօր այս ընտանիքը ունի բոլորիս աջակցության կարիքը, որին անդունդից փրկել կարող ենք մեր միասնության, փոխադարձ աջակցության եւ մարդասիրության շնորհիվ։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Թողարկման երկրորդ հատվածում կներկայացնենք այս պատուհանից էր աշակերտը թռել այստեղ։ Աշակերտը նախապես ուսումնասիրել էր այն տեղանքը, որտեղ պետք է թռիչք կատարեր։ Երեխան լուր իր տեղը նստած վերկացել գնացել էր թռել էր։ Իրական պատճառը մինչև այս պահն էլ հայտնի չէ, շրջանառվողը միայն վարկածներ են։ Կարագինի пассив ագրեսիա։ Այս պատմության մեջ հավանաբար ամենաշատը ուսուցիչն է դուրժել։ Գիտի գնա առաջ կընկնի, չգնա առաջ կընկնի։ Դվինում տան կտուրում մայրը հայտնաբերել է 14-ամյա տղայի անշնչացած մարմինը։ Երեխաները ֆիքսվել են հենց բարձրությունից վախը։ Ինչ մեդիա կոնտենտ է սպառում դեռահասը, ով գիտե։ Սա իմ հեռախոսն է, ինչ ուզում եմ կարող եմ անել։ Դուք իրավունք չունեք վերցնել։ Բազում կայքեր են գործում խաղերի անվան տակ մոլորեցնելով անչափահասներին։ Երեխաների վրա թողնում են հսկայական վատ եւ բացասական ազդեցություն։ Մարտի 6-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտը նետվել է պատուհանից ու ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում։ Արության միստվար հատվածի համար գուցե դեպքը արտարոց թվա, բայց մենք չզարմացանք։ Քանի որ մի կողմից ծանոթ ենք վերջին տարիների վիճակագրությանը, մյուս կողմից քանիսս անդրադարձել ենք երեխաների ու դեռահասների ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերին, որոնց մեծ մասը վիդեոխաղերի, համացանցում տարածվող կասկածելի եւ վտանգավոր մարտահրավերների, չելենջների հետևանք է։ Ու կրկին չզարմացանք, երբ տեղեկացանք, որ Ջրվեժում տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործը հարուցվել է երեխայի դասյարակության եւ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով։ Շատ դեպքերում ծնողները գլուխը ազատելու համար համաձայնում են, որպեսզի երեխան երկար ժամանակ անցկացնի վիդեոխաղեր կամ անհայտ ծագման հոլովակներ դիտելով, չպատկերացնելով, որ խնդիրները հետո են ծագելու։ Գոնե պատկերացնում եք, որ նա կորցնում է իրականության զգացումը, սկսում է հավատալ, որ կարող է հաղթահարել գրավիտացիոն օրենքները, ասենք ցած նետվել եւ չմահանալ։ Վերջերս էլ TikTok-ում նոր չելենջ է տարածվել։ Երեխաներին հորդորում էին տևական ժամանակ սեղմած պահել շնչուղիները։ Արդյունքում մահվան տասնյակ դեպքեր։ Հարգելի ծնողներ, բացատրեք երեխային, որ սուպերհերոսը պարտադիր չէ թռչի անդունդի կամ կրակի վրայով։ Նա կարող է օժտված չլինել ֆիզիկական կարողություններով, բայց օգուտ տա աշխարհին, ասենք գտնի սոցիալապես անապահով մարդկանց եւ օգնի նրանց։ Գերբնական կարողությունը հենց դա է։ Եվս մի նկատառում։ Աշխարհում իրավիճակը այս առումով այնքան անկառավարելի է դարձել, որ որոշ երկրներում պետությունն է սկսել խառնվել երեխաների դասյարակության եւ վարքի վերահսկողության գործին։ Օրինակ, 2021-ին Չինաստանի կառավարությունը սահմանեց նոր կանոններ, որոնց համաձայն անչափահասները կարող են խաղալ առցանց խաղեր միայն ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, երեկոյան 8-ից 9, այսինքն շաբաթական առավելագույնը 3 ժամ։ Սրան զուգահեռ գործադիրը խստորեն սահմանափակեց այնպիսի խաղերի թողարկումը, որոնք պարունակում են բռնություն, գերբնական տարրեր կամ մեծ կախվածություն առաջացնող մեխանիզմներ։ Նաև մշակվում են խիստ չափանիշեր, ըստ որոնց նոր խաղերը պետք է անցնեն հատուկ ստուգումներ եւ հաստատումներ նախքան Չինաստանում թողարկվելը։ Ներկայացնում եմ Էդուարդ Պողոսյանի ֆանտազիան խստի վարքելվում է։ Տեսանյութը։ Ջրվեժի դպրոցի 3-րդ հարկի այս պատուհանից էր աշակերտը թռել այստեղ։ Լուրը նախորդ շաբաթ ցնցեց հայկական լրատվադաշտը, ինչու եւ ինչպես միջնակարգ դպրոցի տնօրենը պատմում է, աշակերտը նախապես ուսումնասիրել էր այն տեղանքը, որտեղ պետք է թռիչք կատարեր։ Այստեղ շինաշխատանքներ են կատարվում, միակ հատվածն է, որտեղ համապատասխան շինանյութեր չկան։ Նախ դասի ժամանակ էր շատ ոչ մեկ ոչ կարող էր հրել, ոչ էլ ուսուցիչը իր տեղում էր, դրանից առաջ դասղեկն եղել շատ լավ տրամադրությամբ, որ ուղղակի երեխան լուր իր տեղը նստած վերկացել գնացել էր թռել էր։
որևիցե խնդիր չի եղել, ոչ դասը չէր սովորել, որ ասեմ դրանից դասը տնայինը գրած, ամեն ինչ նորմալ, ուսուցիչը ոչ մի ձևով չէր կարողam հասկանալ ինչն է պատճառը։ Կարա լինի пассив ագրեսիա, որը ոչ մեկ այդ պահին նկատելի չլինի ոչ մեկից, նույնիսկ կարող ենք շատ հանգիստ երեխա լինի, ոչ մեկից դա չպատկերացնենք, որ տվյալ դեռահասը կարա նման վարք դրսևորի, ու շատ ցենց հանկարծակի ինքը փորձի նույնիսկ ուշադրություն գրավելու տարբերակով նման վարք դրսևորի։ Իրական պատճառը մինչև այս պահն էլ հայտնի չէ, շրջանառվողը միայն վարկածներ են, եւ դրանցից միայն մեկն է ամենահիմնավորը ըստ տնօրենի։ Աշակերտը ըմբշամարտիկ է, հավանաբար փորձել է ապացուցել, որ կարող է, որ ուժեղ է։ Որոշեց փորձել իր ուժերը, հիմա արդեն կարող եմ այդպես ասել, որտեղ տարբեր վարկածներ են շրջանառվում երեխայի երրորդ հարկից թռնելու հետ կապված, եւ ինքը որոշել էր փորձել ուժերը եւ տեսնել ինչ կլինի։ Ոտքի, քթի կոտրվածք, ճակատի պատռվածք արդյունքն է 13-ամյա աշակերտին բուժ հաստատությունից արդեն դուրս են գրել, սակայն դպրոցի տնօրենն ասում է, այս պատմության մեջ հավանաբար ամենաշատը ուսուցիչն է դուժել, որի դասին էլ առանց կանոնների ցատկը տեղի է ունեցել։ Քննչական կոմիտեն ի դեպ այս դեպքի հետ կապված վարույթ է նախաձեռնել երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մանկավարժին կարող է սպառնալ նվազագույնը տուգանք կամ աշխատանքից հեռացում, առավելագույնը ազատազրկում մինչև 1 տարի ժամկետով։ Միանգամից այդ որ տեսնում է երեխան կանգնած է պատուհանի կողքին, չի կարող ոնց որ կանգնում է ու չգիտի գնա առաջ կընկնի, չգնա առաջ կընկնի, երբ որ անելանելի վիճակ է, ինքը ավելի շատ դրանից է էլի վատը զգում, որ ասում է չգիտեի գնայի առաջ երեխան իմ գնալուց կընկներ, չգիտեր ինքը գցում է իրան, թե թռնում է։ Խնդիրը դա էր։ Դեպքին հաջորդած օրերին վատ հոգեվիճակում են եղել նաև դպրոցի աշակերտները, վախեցել էին հատկապես ցատկը կատարած տղայի դասընկերները, հաջորդ օրն անգամ դասի չէին եկել, հետագայում դպրոցի հոգեբանն է նրանց հետ աշխատել, պատմում է երեխաները դեռ կայուն հոգեվիճակի վերադառնալու ճանապարհին են։ Բնականաբար երեխաները շատ լարված էին իրավիճակից ելնելով, թեկուզ երազներում տեսնելը այդ երեկո մեծ դժվարություն քնելու հետ երեխաները անդադ հիշում էին իրավիճակը, փորձում էին մեկնաբանել, գտնել պատասխաններ, շատ դեպքերում այո երեխաները ֆիքսվել են հենց բարձրությունից վախը, նկարել էին հենց այդպես process-ը, ընկնելու process-ը։ Հասարակությունը կատարվածից ուշքի դեռ չէր եկել, երբ նոր տեղեկություն տարածվեց։ Դվինում տան կտուրում մայրը հայտնաբերել է 14-ամյա տղայի անշնչացած մարմինը։ Երեխան կախվել էր, ինչու, ինչ պատճառով այդպես էլ չպարզվեց։ Շրջանառվողը կրկին միայն վարկածներ են։ Դրդապատճառների թվում դիտարկվում էին սթրեսը, դեպքին նախորդած դպրոցական վիճաբանությունը, ծնողներին վախեցնելու փորձը։ Այն, որ մեր երկրում վերջին շրջանում նկատելիորեն ավելացել են երեխաների ինքնավնասումների եւ ինքնասպանությունների փորձը, հոգեբանը միանգամից է նշում, ասում է նախ տարիքին բնորոշ ճգնաժամի արդյունքն է։ Դեռահասը փորձում է ոնց որ բերել իրան այն փուլին, որ ինքը դեռևս ինքն իրեն չի ճանաչում։ Ու այդ ժամանակ ուշադրություն ստանալու նաև տարբերակով կարա լինի, սոցիալական այդ հարթակների միջոցով կարա լինի, որ ինքը փորձի հենց այդ փուլին գալ։ Ինքը իրեն վնասելու, այսինքն ագրեսիայի մի հատ տեսակ է, բայց հիմնականում այս ագրեսիան դեռահասների մոտ է նկատելի լինում։ Երեխաները ցանկանում են հերոսանալ եւ որոշակի վարքային դրսևորումներով ցույց տալ, որ իրենք կարող են անել շատ ավելին, քան իրենց համադասարանցիները կամ հասակակիցները։ Իսկ որոնք են այդ ագրեսիային նպաստող գործոնները, Սուրանկյունն առնվազն 5 մասնագետի այս նույն հարցն ուղղեց։ Պատասխանները հիմնականում վերաբերում էին գadgetներին, հեռախոսներին ու նրանց բովանդակությանը։ Ինչ մեդիա կոնտենտ է սպառում դեռահասը, ով գիտե։ Մասնագետներն ասում են, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ բովանդակությունը հենց ինքնավնասումներ կատարելու ուղիղ հանձնարարությունների մասին լինի, ինչպես օրինակ բազում կայքեր են գործում խաղերի անվան տակ մոլորեցնելով անչափահասներին։ Նրանց մոտ զարգացած է քննադատական մտածողությունը եւ տարատեսակ խմորումների պատճառ է հանդիսանում։ Սրանով պայմանավորված կարելի է առանձնացնել մի շարք հաղորդումներ, ֆիլմեր, համակարգչային խաղեր, որոնք երեխաների
երեխաների վրա թողնում են հսկայական վատ եւ բացասական ազդեցություն եւ որոնց հետևանքները կարող են լինել կոլապսային։ Երեխաների կողմից սուիցիդալ փորձի կամ հենց սուիցիդի առիթ կամ պատճառ են հանդիսացել։ Երեխան օրինակ եթե ուներ շփում, այդ ժամանակ դառնում է ավելի միայնակ, չի ուզում շփվել։ Գնահատականները եթե օրինակ բարձր էին, սկսում է օրինակ չսովորել կամ գնահատականները դառնում են շատ ցածր։ Դասերին եթե սկզբում օրինակ ճիշտ ժամանակին գնում էր դպրոց, կարող ենք նկատել, որ միշտ ուշացած է գնում։ Այն, որ երեխաների կախվածությունը հեռախոսներից մեծ է, հաստատում են նաև դպրոցում։ Բժիշկները նույնպես հաստատում են ու նաև նշում, որ այդ խնդրով մասնագետների դիմելիությունն էլ ավելացել է։ Ջրվեժի միջնակարգ դպրոցում օրինակ այս արգխում հավաքելով են փորձում գոնե դասերի ընթացքում աշակերտներին հեռու պահել հեռախոսներից, եթե իհարկե դրանց կիրառման խիստ անհրաժեշտությունը չկա։ 8-ում սկսած արդեն, երբ որ արդեն կա այդ մեծ լինելու զգացողությունը երեխաների մոտ, հա ինքը թվում է, ինքը դրանով վերահսկում է։ Դա իր կյանքն է, ինչ ուզում անում է, ու հենց այդպես էլ կարող են ուսուցչին պատասխանել, սա իմ հեռախոսն է, ինչ ուզում եմ կարող եմ անել։ Դուք իրավունք չունեք վերցնեք։ Այդպես են խոսում։ Շատ մեծ խնդիր է։ Երևի արդի ամենամեծ խնդիրը, որ ես կարող եմ նշել այսօր, երեխաների դաստիարակության հետ կապված իրենց այդ վարքագծի հետ կապված, որ ազդեցություն ունի, դա սմարթֆոնն է, որովհետև ոչ մի կերպ չեն կարողանում եւ ծնողները եւ դպրոցը վերահսկել համապատասխան չափով վերահսկել է։ Ծնողների նախ շատերը չգիտեն ինչպես վերահսկեն, դպրոցն էլ իզորու չի, իսկ դրանից հետևանքները շատ ցավալի ու շատ են։ Եվ խաղերի, եւ այդ տարբեր սոցիալական ցանցերում գտնվելու։ Ինչ ու ինչպես անել մասնագետների վերջին հույսն օրենքն ու կարգն են։ Եվ այն կայքերը, որոնք երեխաներին հասանելի են, եւ այն խաղերը, որ երեխաներին հասան, եւ ժամերը, որ երեխան կարող է այդտեղ գտնվի, դա պիտի պետական մակարդակով կարծում եմ լուծում ստանա, որտեղ մենք արդեն չենք կարողանում կարգավորել այդ խնդիրը։ Պետական մակարդակով լուծում ստանալու հարցերն այս շարքում ավելի շատ են։ Փորձագետները նկատում են անգամ երեխայի դաստիարակության համընդհանուր քաղաքականություն չունի մեր երկիրը։ Դպրոցում մի բան են ասում, տանը երեխան մեկ այլ բան է տեսնում։ Ուստի սկսել է պետք սկզբից, ավելին ամենասկզբից։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։ Կհանդիպենք քիչ անց։ Պատկերացրիք, չէ, այս խազիաչի իկոնան նաև դիզ վառելիք է տեղափոխում, այսինքն հերիք չի շարժվում է, նաև վառելիք է տեղափոխում։ Այս ավերածություններին նայելով պատկերացնում ես, թե ինչ ուժգնությամբ պայթուն է եղել։ Որը սար է, որը։ Վահանը հեչ լավ չէր, ցավոք հրաշք տեղի չունեցավ։ Տարիքը ոնց որ զինվորական չէ։ Քիչ անց, սակայն պարզվեց, որ վթարի պատճառը հետևի անվադողի անվահեցանի կոտրվելու հանգամանքներ, բայց սա չէր էականը։ Ամրակապվածություններ, հա։ Մարտի 8-ը։ Փոխանակ նստեք տանը, կանանց շնորհավորեք, գոնե տարին մեկ լավ խոսքեր ասեք, գիշերվա կեսին ընկնում եք քուչեքը ու այս մազդան այնպիսի արագություն է ունեցել, որ հետիոտնին հարվածելու հետևանքով վերջինի երկու ոտքերը կտրվել են։ Երբ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացնում գազաբենզալցակայաններում, տնտեսվարողները անմիջապես աղմուկ էին բարձրացնում, թե բա հարվածում են մասնավոր բիզնեսին, չեն թողնում աշխատել, բյուջեն լցնել։ Ու այնքան աղմկեցին, որ պետությունը ստուգումների անցկացման մասին օրենքում փոփոխություններ մտցրեց եւ պարտադրեց տեսչական մարմնին ուշուշ հյուր գնալ գազալցակայանների եւ բենզալցակայանների սեփականատերերին։ Ինչ եք կարծում, ավելի շատ սկսեցին բյուջեն լցնել։ Երկե ոչ, փոխարեն այս օբյեկտերում հաջողակիացան պայթյունները։ Այն ինչ տեղի ունեցավ Վեդիում այլ կերպ քան սարսափ չես անվանի։ Տեսնես կատարվածը ինչպես է բնորոշելու եւ ինչ արդարացումներ է բերելու գազալցակայանի 33-ամյա սեփականատերը։ Մուշկին պայթյուն, որը լսել է եղել մի քանի կիլոմետրից, ինչ հետևանքով վնասվել են տներ ու մեքենաներ։ Չնայած ինչ տուն, ինչ մեքենա, երկու հոգու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են Երևանի այրվածքաբանության ինստիտուտ, որտեղ օրեր անց վիրավորներից մեկը մահացել է։ Ականատեսները Շամշյանին ասել են, որ եթե փոքր-ինչ շուտ հասներ, կտեսներ, թե դժոխքը ինչ տեսք ունի։ Այո, վերջին ժամանակահատվածում գազալցակայաններում պայթյունների դեպքերը հաճախակիացել են, ինչը նշանակում է, որ պետք է կրկին վերանայել օրենքը, չէ՞ որ կարևոր է ոչ թե տնտեսվարողի բարեկեցությունն, այլ քաղաքացու կյանքը։
Ողբերգական ելքով մյուս պատահարներից որևէ մեկը չի ցանկանա առանձնացնել, քանի որ գրեթե բոլորն էլ ինքնավթարներ են, ինչը նշանակում է, որ մեղավորը նորից մարդն է, եւ այդ մասին հատկապես վերջին ժամանակահատվածում շատ են խոսում։ Ինչու պետք է լադան դուրս գա երթևեկելի գոտուց, գլխի վրա շրջվի ու երիտասարդ մահանա։ Ինչու պետք է Volkswagen-ի վարորդը հարթ տարածությունում կորցնի մեքենայի կառավարումը ու նրան հայտնաբերեն մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա հիվանդանոցի ճանապարհին էլ մահանա։ Դե իսկ Mazda-ի մասնակցության պատահարի մասին, ինչի հետևանքով մահացավ 4 երեխաների հայրը, թող կադրերը խոսեն։ Այսինքն բոլոր դեպքերում էլ գոնե նախնական տեղեկությամբ չի եղել արտաքին որևէ խոչընդոտ ու փաստորեն ունեցանք 3 զոհ եւ մի քանի ծանր վիրավոր։ Ինչը սա, եթե ոչ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, եթե ոչ զգոնության բացակայության, եթե ոչ սեփական եւ մերձավորի կյանքը չարժևորելու հետևանք։ Կարծում եմ միանշանակ պետք է մոտիվացնել հոգեբանների ինստիտուտի զարգացումը, որպեսզի այս եւ այլ հարցերին տրվի մասնագիտական գնահատական։ Անցած օրերի քրեական քրոնիկոնը արտակարգ պատահարներն ու ավտովթարները Գագիկ Շամշյանի անտեսելով վտանգը տեսանյութում։ Այ ժողովուրդ ջան, իհարկե ես հասկանում եմ հայտնի ասացվածքի ամեն մի նորը լավ մոռացված հինն է, բայց անգամ լավագույն ցանկության դեպքում հնարավոր չէ այս գազ 53-ը անվանել նոր։ Ախր վրայից նենց նավթալինի հոտ ա գալիս, որ անգամ լեզուդ չի պտտվում ասես Նիկոլի թվի մեքենա, երևի թե ավելի ճիշտ է այն դասել բրոնզե դարաշրջանի գլուխգործոցներին, ու փաստորեն այդ ժամանակներից միայն քարե գործիքները չեն մնացել, նաև այս գազ 53-ը, որը օրը ցերեկով ոչ տարել ոչ բերել է Երևան-Գյումրի ճանապարհին Արուջ բնակավայրի տարածքում բախվել է Չարաբաստիկ հյուսիս-հարավ ճանապարհի բետոնե արգելապատնեշներին եւ կողաշրջվել։ Այնտեղ եթե չպայր, ստեղից կողան գներ։ Հա։ Լավը դատակ է։ Սրանց է խփել, դե թափը պայել է էլի։ Պատկերացրիք, չէ, այս Խազիաչի իկոնան նաև դիզ վառելիք է տեղափոխում, այսինքն հերիք չի շարժվում է, նաև վառելիք է տեղափոխում։ Տեսնես այն անձինք, ովքեր վճարում են, որ այս մեքենայով դիզ վառելիք տեղափոխեն, կարող է ինձ էլ մի քանի հազար դոլար անվերադարձ տան։ Բա ինչ ասեմ, ժողովուրդ ջան, մարդ ինչքան պետք է խելք ունենա, որ սրանով դիզ վառելիք տեղափոխի, բայց հաստատ բախտից չի դժգոհի, որովհետև գլխկոնձի տալու պայն մեջը դիզ վառելիք չի եղել։ Խելքից պետք է դժգոհեն նաև այս հյուսիս-հարավ ճանապարհի համար փող հատկացողները, որոնք արդեն մեկ դար չեն կարողանում վայելել Բաղձալի ճանապարհը, քանի որ իշխանությունների փոփոխությունից գումարը չի փոխում, ավելի շուտ էլի հոդս է ցնդում։ Բարեբախտաբար վթարի հետևանքով ոչ զոհ կար, ոչ էլ վիրավոր, թե ասա ինչ կա զարմանալու, եթե էսի բրոնզե դարաշրջանից գալիս է, ինչ զոհ ու վիրավոր պիտի լիներ, ու քանի որ վարորդին ստուգեցին սթափության մասով ու պարզվեց, որ սթափը վթարի հավանական պատճառ կարելի է նշել այս զռլամա քարերը, որոնք տասնյակ վթարների պատճառ են դարձել։ Խոստանում եմ ժողովուրդ ջան, հենց այս ճանապարհի կառուցումը ավարտեն, բոլորիդ պատիվ եմ տալու։ Հիմա կասեք Շամշան, մինես բաներ խոստուր, որ կարողանաս կատարել։ Ոչ, հարգելիներս, այդքան վստահ եմ։ Ավելի շուտ ես իմ մեղքերով կհայտնվեմ Բարձյալի առաջ, քան սրանք այս ճանապարհը կկառուցեն։ Տեղափոխվենք Արարատի մարզ, ավելի կոնկրետ Վեդի, այն Կոկորդիլոսագետի ղեկավարած համայնք։ Գիտեք, ինձ մեկ թվում է, որ շատերի մոտ միայն տարիներն են անցնում։ Այդ անտերը եթե որոշել եք գազա լցակայան բացել, նախ պիտի ծայրից ծայր սերտեք հրդեհային անվտանգության կանոնները ու ոչ միայն սերտեք, այլև կիրառեք։ Բայց ոչ, վերջին ժամանակահատվածում լցակայանը որ պայթում է, ու վստահ եմ, որ դրանց տերերին խոսեցնես, բոլորը մեղավոր կլինեն բացի իրենցից։ Մինչդեռ այդ տարածքում տեղի ունեցող յուրաքանչյուր գործողության համար հենց տերն է պատասխանատուն։ Այս դեպքում խոսքը անհատ ձեռներեց Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանի մասին է, հենց որին Այգավան գյուղում պատկանող գազա լցակայանում օրը ցերեկով պայթուն է որոտացել, ինչի հետևանքով վնասվել էր նաև նույն տարածքում գտնվող բենզալցակայանի գույքը, հարևանությամբ բնակվող բնակչի տան պատուհանները գույքի մի մասը։ Որը հորը սար է, որը։ Արտուր, բացի Արտուր։ Այս պայթունից է չէ փլուզվել։
Այս ավերածություններին նայելով պատկերացնում ես, թե ինչ ուժգնությամբ պայթուն է եղել։ Ասում են, թե ձայնը լսվել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա, կլսվի, բա ինչ կանի, եթե հսկայական ցիստեռնա պայթում, հրշեջ փրկարարների մարտական 4 հաշվարկ է ժամանել, որպեսզի կարողանան պայքարել պայթունից հետո բռնկած հրդեհի դեմ։ Ասում են, թե ափսոս շուտ չհասար Շամշան, թե չկիմանար դժողքը ինչ տեսք ունի, բայց դե հետևանքները ուսումնասիրով էլ կարելի է պատկերացնել Դանթեի աստվածային կատակերգության մեջի 9-րդ կռուգը։ Ինչ ուժեղնի պայթունը, որս քարե հատվածները սա։ Էդի հովացումա, չէ, հովացում եք տալի, տղեր։ Արդիկ ասվին բան ապասնի, եկեք դուս, վսյո, վտանգավոր է էլի։ Հիմա հետևանքների մասին։ Կարճ ժամանակում Վեդիի ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Գեգամ Իսրայելյանը եւ 41-ամյա Հարութ Փայտյանը։ Վերջիններս Արարատ բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ օրեր անց վիրավորներից մեկը մահացավ։ Պայթունի հետևանքով massամբ վնասվել էր IS Infinity-ն, ինչպես նաև գազալցակայանի մոտ կայանված ռուսական համարանիշներով Lada Priora-ն եւ ամենագնաց Toyota-ն։ Դե հիմա թող այս գազալցակայանի տերը նայի մահացածի հարազատների աչքերին ու փակի այսքան մարդկանց հասցված վնասը։ Գոնե գրպանին հարվածը օգնի հասկանան պարզ ճշմարտությունները։ Այս այսել է տա։ Բոցից բանից բան է եղել։ Քրական էս տվել շփրտել է։ Ես այդ բոցից է։ Ուելի ինքնավթար, այն մարդ, արդեն հոգնել եմ մեկ մեքենայի մասնակցությամբ վթարների լուսաբանումից, հոգնել եմ, անցած տեսանյութերում ասեցինք, որ ինքնավթարների դեպքերն այնքան են հաճախակիացել, որ արդեն չենք էլ հավատում որոշ ինքնավթարված մեքենաների վարորդների խոսքերին, թե բա այլ մեքենայի վարորդ արհեստական խոչընդոտ ստեղծեց, չնայած Արմավիր Երևան ճանապարհին կատարվածը այդ դեպքերից չէ, ու հեսա ասեմ, թե ինչու։ Սիրա հետքերն է։ Զինվորա, չէ։ Տարիքը ոնց որ զինվորական չէ, հա։ Եվ տեղեկացա, որ շրջված մեքենայի ղեկին եղել է 22-ամյա Նարեկը, կարծեցի, թե զինվորական է, այսինքն ոչ թե կարծեցի, ինչ որ մեկը ասեց, բայց փաստորեն դեզինֆորմացիա էր, իսկ իրականում Նարեկի վարած Լադան նկատեցիք էլի Լադա, սենսորն է ընկել վահարշապատում, առավոտյան 8:20-ի սահմաններում, չգիտեմ, ինչ է արել երիտասարդ վարորդը, փաստն է, որ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի հատվածի, ապա մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, բնակչի տան պատկանող հողամասում։ Ամրակապված են եղել։ Հա, ամրակապված են եղել։ Ասացին, որ Նարեկին եւ նրա ուղևոր 20-ամյա Վահանին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վաղարշապատի հիվանդանոցի շտաբօգնության բրիգադը։ Ասում էին, Նարեկի վիճակը բարվոք էր, իսկ Վահանը հեչ լավ չէր։ Ցավոք հրաշք տեղի չունեցավ։ Մինչ Արմավիրի մարզի գումարտակի պարեկները սահմանազատում են տարածքը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ Վահանը գիտակցության չգալով մահացել է։ Իսկ հիմա ուշադրություն։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, թե մինչև հիվանդանոց տեղափոխվելը վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է Ford Transit մեքենայի վարորդը, որը վթարային իրավիճակ է ստեղծել։ Արդյոք այդպես է, թող պարզեն իրավապանները, քանի որ վթարի հետևանքով զոհ կա։ Ես զերծ կմնամ մեկնաբանություններից։ Որ համարը հիշեր լավ կլներ էլի։ Ford Transit, այնքան Ford Transit կա Հայաստանում։ Բայց կամերաներով չեն կարա ճիշտ են նայեն, ինչի գործն։ Թե այստեղ կամերա որտեղից, ինչևէ, երկար չեն եղել Երևան-Սևան ճանապարհին։ Երկար ասելով նկատի ունեմ մի երկու շաբաթ, բայց դե մեր փառապանց վարորդները ոնց կարող է թողնեն այս ճանապարհը հանգիստ, ու էլի ինքնավթար, ու էլի ողբերգական ելքով։ Այս անգամ օրը ցերեկով Volkswagen-ի 59-ամյա վարորդի մասնակցությամբ այս ճանապարհին ինքնավթարները հաճախակի են ու քչերն են զարմացնում։ Արդեն գիտենք, որ քիչ թե շատ նորմալ ճանապարհի խորհուրդը հարյուրավոր վարորդներ այլ կերպ են ընկալում։ Որի տարածքն է, Հանքաբանի, Աղավնաձորի վարչական տարածք։ Տղեկ ջան, մոտեցեք, որ ճապերը տանք, հա։ Թող, էլ պետք չի։
Ոնց էլ ուզում ես չափերը վերցրու, միևնույն է, 59-ամյա Անդրանիկը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտում։ Կատարվածի վերաբերյալ գլխումս 2 վարկած էր շրջանառվում։ Մտածում էի, թե հասնելուցս րոպեներ առաջ հիվանդանոց տեղափոխված վարորդը կամ կասի, որ ինչ մեքենա խոչընդոտ է ստեղծել իր համար, կամ ինքնազգացողությունն ավատացել։ Ի վերջո 60-ը քիչ տարիք չի։ Քիչ անց, սակայն պարզվեց, որ վթարի պատճառը հետևի անվադողի անվահեցանի կոտրվելու հանգամանքն էր, բայց սա չէր էականը։ Ագը կոտրվելն է, ավտոմոբիլը, այդ եմ ասում, որ ամրակապվածելներ, հաստատ կփրկվել էլի։ Սա կոտրվել է էլի։ Էականն այն էր, որ մեքենայից դուրս հայտնաբերված Volkswagen-ի վարորդը Հրազդանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Դեպքի վայրում հավաքվածները, այդ թվում վարորդի համագյուղացիները նշում էին, որ եթե վարորդն ամրակապված լիներ, հնարավոր է կյանքը փրկվեր եւ հենց ամրագոտին կպահեր ու նա չէր հայտնվի դրսում։ Այ ժողովուրդ ջան, էլ ինչ ասարսուր պատմություններ ներկայացնենք, որ հասկանաք, ամրակապվելը կյանք է փրկում։ Յա, հեսա բրոնզե դարաշրջանից մեր օրեր հասած մյուս նմուշը, Զիլ 130-ը, Գազ 53-ի հոգևոր եղբայրը, մարտի 8-ը։ Փոխանակ նստեք տանը, կանանց շնորհավորեք, գոնե տարին մեկ լավ խոսքեր ասեք, գիշերվա կեսին ընկնում եք քուչեքը ու պարապությունից իրար բախվում։ Այս անգամ Մարգարավ Վանաձոր Տաշիր ճանապարհին ենք, որտեղ, ինչպես տեսնում եք, իրար են բախվել Արագածոտնի բնակիչ 47-ամյա Սլավիկի Զիլն ու 23-ամյա Վաչագանի Mercedes Vito-ն, բայց բախվելով ոչինչ չի ավարտվել։ Դրանից հետո Mercedes-ում հրդեհ է բռնկվել։ Երևույթ, որին գրեթե ամեն տեսանյութում ականատես եք լինում։ Մի օքո եք հայտնաբերել։ Կեցեն մեր սրտացավ քաղաքացիները, մինչև ապարանի հրշեջների ժամանումը հենց նրանք են ափալ-թափալ վիրավորներին դուրս բերել Mercedes-ի միջից ու հենց նրանց շնորհիվ է, որ զոհերի թիվը շատ չէր։ Այո, բախման, այնուհետև բռնկման հետևանքով 1 հոգի մահացել էր, երբ հրշեջները մարեցին հրդեհ, մեքենայի մեջ հայտնաբերեցին մոխրացած ձի, Աստվածիմ։ Նման դեպքերում սկսում ես մտածել, թե ինչ պետք է արած լինի այդ մարդը, որ նման դաժան ճակատագրի արժանանա։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ապարանի ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածները Mercedes Vito-ի վարորդներ, ուղևորներ 23-ամյա Աշոտը, 18-ամյա Էլիզբարը, 23-ամյա Հովսեփը, իսկ մահացածը 67-ամյա Սարգիսն է։ Ամենայն հավանականությամբ կամ մեքենայի հետևում է նստած եղել ու չի հասցրել դուրս գալ, կամ բախման հետևանքով է մահացել։ Իսկ ինչն էր վթարի պատճառը, կհարցնեք։ Համենայն դեպս ոչ մերկասառույցը, որովհետև ապարանի քաղաքապետն ու տեղի ճանշինի ներկայացուցիչները ապացուցեցին, որ ճանապարհին մերկասառույց չի եղել։ Հələ այդպես հեռախոս չի։ Դուր քնիչին եթե հեռախոս, բա ինչա, դրսում գցած էր։ Եվ վերջում մի ողբերգության մասին, որից մինչև այժմ շողուլի չեմ գալիս։ Համոզված եմ, դուք էլ երբ տեղեկանաք Երևան Գյումրի Բավրա ճանապարհին կատարվածի մասին կսարսափեք։ Եվ ուրեմն օրը ցերեկով ազանգ եմ ստանում, թե նշված հատվածում ավելի ստույգ Աշնակ գյուղի Խաշմերուկի հարևանությամբ Mazda 3 մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին, ով տեղում մահացել է։ Հասնելով դեպքի վայր, ահա այսպիսի պատկերի ականատեսը դարձա։ Մետաղե ջարդոնի վերացված ու ձորում հայտնված այս Mazda-ն վարել է 27-ամյա Արենը, բայց հիմա նրա մեքենայի մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ մահացած հետիոտնի։
Այս Մազդան այնպիսի արագություն է ունեցել, որ հետիոտնին հարվածելու հետևանքով վերջինի երկու ոտքերը կտրվել են ու հայտնվել ճանապարհին։ Լավ, ես չեմ հասկանում։ Նման դժոխային արագություն, որ բացում եք, գոնե հետևանքների մասին մի քիչ մտածում եք։ Ախր 1000 անգամ ենք ասել, որ արագություն բացում են եւ կյանքը վտանգող հանգամանք կա, բայց սա էլ արդարացված չի։ Եթե արագություն զարգացնելով մեկ ուրիշի կյանքը պիտի խլեք, քանի կոպեկ արժե ձեր արագությունը։ Էս էլ Թալին խոշորացած համայնքի ղեկավար Տավրոս Սափյանն է։ Ասեմ, որ հենց նրա շնորհիվ էր, որ կրքերը չշիկացան, որովհետև մահացած հետիոտնի հարազատները փնտրում էին վարորդին, որպեսի հաշվեհարդար տեսնեին։ Ինչպես հետո պետք է պարզեի, մահացածը մասնագիտությամբ երաժիշտ էր եւ խնամքին ուներ 4 երեխա ու բավականին դրական էր բնութագրվում ոչ միայն համագյուղացիների, հարազատների, այլև նրան ճանաչողների կողմից, եւ ընդ որում մահվանից վայրկյաններ առաջ էր իջել հոր ավտոմեքենայից, ինչ որտեղ գնալու համար։ Այ քեզ ճակատագիր, ցավակցում ենք մահացածի հարազատներին, իսկ Մազդայի 27-ամյա վարորդի նկատմամբ պետք է շատ կոշտ ու խիստ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այլոց համար դաս լինի։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։ Այսքանը գործով զորանանք եւ առողջ հոգով ու լուսավոր մտքով առաջ շարժվենք։ Կհանդիպենք մարտի 23-ին ժամը 22-ին։ Աստված պահապան Հայասկին։